նախորդ կաթողիկոսի անսպասելի մահից հետո իրականում Գարեգին առաջինը բավականին տարօրինակ կերպ մահացավ, դա էլ ասենք, ընտրվեց մի անձ, որ ասենք մենք փաստացի հոկտեմբերի 27-ից հետո ոչ մի անգամ չենք տեսել, որ կաթողիկոսը ի շահ եւ ի բարություն Հայաստանի Հանրապետության, հայոց թուրքի կամ ազգային անվտանգության քայլ անի։ Ոչ մի անգամ չենք տեսել։ Իօգուտ Ռուսաստանի լիքը, իօգուտ Հայաստանի երբեք։ Դրա համար ես հասկանում եմ, հենց այդ 10 հոգուն եմ հասկանում, հենց մեր կասկածներն էլ եմ հասկանում, այլ բանա, որ կաթողիկոսը եւս մեկ անգամ ավելի շուտ կաթողիկոսի պաշտոնը զբաղեցրած կտրիչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինքը մի տեսակ չի կարողանում հասկանալ, որ ժամանակները փոխվել են եւ որ մանկապիղծ ռազմական հանցագործից շքանշան ստանալը դա միակը չի, որի մեջ ինքը պետքա, որի համար պետքա ներողություն խնդրի, դա Արցախի էթնիկ զտման ժամանակ լռությունն է, դա բոլոր այն քայլերի, որոնք Հայաստանի դեմ էին արվում Ռուսաստանի կողմից, այդ ժամանակ լռելն է։ Հիմա իր ամենալավ տարբերակը, որ ինքը, ասենք, լուր հայտարարի, որ հիվանդ է ու ուզում է գնա։